Բարև ձեզ, եթե որոշել եք մարսել այն, ինչը հրամցնում են Հայաստանի նախկին եւ գործող ղեկավարները, ուրեմն դուք կամ բանականության հետ խնդիր ունեք, կամ հիշողության, որովհետեւ նրանք գիտեն ինչ են անում եւ ինչու, որը դուք չգիտեք կամ չեք ուզում գիտենալ, որ մանկուրտացումը ոչ միայն չարիք է, այլև գործիք, որով էլ հիմա վիրահատում են ձեր բանականության առողջ շերտերը։ Իսկ կա չէ վիրահատվելու շանս։ Կա, եթե հրաժարվեք դառնալ փորձանմուշ հոգեխանգարմունքի այդ լաբորատորիային։ Չսպառել այդ օթյակի քաղաքական ժամկետանց արտադրանքը, բայց քանի որ դա քիչ է հավանական, որովհետև բանական հանրությունում ամբողջի տեսակարար կշիռը դեռ որոշիչ է, ուրեմն քարոզչական շանտաժը կդառնա պարտադիր։ Ինչպես ժամանակին պարտադիր էր կովիդի դեմ պատվաստումը։ Կովիդի պատվաստումների որևէ պատասխանատուի հիշում եք, 2026 թվականի հունիսի 7-ից հետո չեք հիշի նաև քաղաքական այս աղետաբեր պատվաստումների որևէ պատասխանատուի։ Այնպես որ օթյակում ոչինչ չի փոխվել, փոխվել է ներքևում, առաջ կար հաղթանակի վերմակը, որի տակ հերթով տեղավորվում էին օթյակի անդամները։ Հիմա պարտությամբ բզկտված վերմակն է, որի տակ ոչ ոք չի ուզում գտնվել։ Ուրեմն պետք է մոռացության տալ պարտությունը, որն ի դեպ օթյակի մի մասին ծառայում է, մյուսին խանգարում։ Եվ այնտեղ չկա մեկը, որ ազնվորեն ասի, երկուսն էլ մերն են եւ մեր պատմությունը։ Դրա համար էլ եթե բանականությամբ չի ստացվում, դիմեք հիշողությանը։ Դա ավելի ազնիվ է։ 3 տասնամյակն ինչ է, որ չհիշեք։ Հաջողություն։ Բարև ձեզ։ Հարկա անպատիվ կախման մեջ ընկնել այն տեսարանից, թե որ Ալիևն է ստորագրել Վաշինգտոնյան համաձայնագիրը։ Թրամփի արչև խոնարհ կանգնածը, թե ՄԱԿ-ի ամբիոնից ակլորացողը։ Այդ կոնտրաստով կարող են հրճվել Ադրբեջանում, բայց ոչ երբեք Հայաստանում։ Տեսնես գիտեն Ալիևի աճպարարությամբ Հայաստանում հիացողները իրենց վարկագիծը ինչպես է կոչվում։ Ավելի վատ, եթե չգիտեն, այդ դեպքում չգիտեն նաև, թե ով է իրենց քթից բռնած քաշ տալիս։ Պարզ չէ, որ դեմ առ դեմ Թրամփին քցնելիս Ալիևը պետք է մարգարիտներ շաղ տար Թրամփի ուղու վրա։ Մնացյալ դեպքերում, երբ չի ճնշում սպիտակ տան լիդերի ամբիցիոզ ներկայությունը, կարելի է սղացնել Զանգեզուրի միջանցքը, չմերժելով նաև նրանց, ովքեր միջանցքի պատվերը դրել են Ալիևի ուսերին որպես բալաստ 2020-ի նոյեմբերի 9-ի պարտավորության։ Իսկ այդ բալաստը ոչ միտեղ չի կորել եւ կճնշի այնքան, մինչեւ Վաշինգտոնում կհասկանան, ում հաշվին է դուրս գրվելու Թրամփի ստորագրությամբ համաձայնագրի վարկաբեկումը։ Իսկ ինչու չեք զարմանում, թե ինչու է Կոպենհագենի Փաշինյան-Ալիև հանդիպումը լռում այդ մասին։ Այնպես որ դեռևս իր նոր ընկերների անուններին չտիրապետող Թրամփը կշարունակի հրճվել իր թամադությամբ հայ-ադրբեջանական գործարքով, որն ի դեպ սպառնում է մնալ միակ խաղաքարտը Թրամփի խաղաղության օրացույցում։ Ալյասկայի գործարքի տապալման եւ Պաղեստինի ավերակների կողքին։ Էլ չեմ ասում, եթե հանկարծ պարզվի, որ Պաղեստինի միջազգային ճանաչումը պատերազմի ահազանգ էր, այլ ոչ թե փրկության օղակ, որով մի ժամանակ կերակրում էին նաև Արցախի բնիկներին։ Հաջողություն։